18-ն է, գտնվում ենք Կոտայքի մարզի ժողովրդի կողմից արդեն հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում, որտեղ 35 անգամ 40 տարուց ավելի է բնակիչները, վարորդները պայքարել են, խնդրել են, հորդորել են, որպեսզի այս խաչմերուկում տեղադրվեն սովետական տարիներին թեպետ եղել է հանված լուսակիրները եւ ահա երկար ու ձիգ տարիներ հետո վերջապես վարորդների եւ գյուղի բնակիչների, ինչու՞ միայն գյուղի, նաեւ հարակից գյուղերի, Եղվար քաղաքի, Նորաջն քաղաքի բնակիչների խնդրանքը իրականացվեց։ Հիմա պետք է տամ անուններ, շատերը կարող է զառանցեն ասեն, էլի Շամշանը անուններ է տալի, այո, պիտի հատուկ այդ մարդկանց անունները նշեմ, որովհետև հենց այդ մարդկանց հետևողական, նախ առաջին հերթին քաղաքացիների, գյուղացիների, վարորդների եւ հետո այդ պետական կառույցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջապես սայլը տեղից շարժվեց, հիմա արդեն այս խաչմերուկը լուսակիրներով, ժողովրդի լեզվով ասած սվետաֆորներով արդեն երթևեկությունը ընթացքի մեջ է։ Նախ մեծ գործ է կատարել այս լուսակիրների տեղադրման հարցում, խախտում անում, ուղեղից թոփալը խախտում անում։ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը, ներքին գործերի նախարարության նախարարի տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Խուդինյանը, ներկայիս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը, Կոտայքի մարզպետ Արոն Սարգսյանը, Նոր Գեղի բնակավայրի ղեկավարը, ճանապարհային ոստիկանության նախկին պետ, պիտի չզլանամ ասեմ, լեգենդար Նորիկ Սարգսյանը, Պարեկային ծառայության հատուկ այդ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը, մի խոսքով հիմա տեսնում եք արդեն լուսակիրները գործում է, մնում է որոշ վայ վարորդներ, ոնց որ մեկը նոր մի քիչ առաջ մի ուղեղից թոփալը խախտում արեց։ Հիմա տեսեք, հնարավոր է նաև ասում առաջիկայում, ողջույն, առաջիկայում կարող է ժամանակացույցը փոխվի, բայց որ վերջապես, մոռացա նշել, նաև հենց տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, ուղեղից թոփալները լրիվ ոչինչ, օրը կգա բարինետը դուք էլ դարձի կգաք, տեսեք կարգավորվեց, ասում եմ հսկայական աշխատանքներ են իրականացնել այդ բոլոր կառույցները իրար են, օրինակ Կոտայքի մարզի դատախազը Կարեն Սուքիասյանը եւ դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը մարզպետարան, պատկան կառույցներին այնքան գրություններ են ուղարկի, ասում որ այդ գրությունների թղթերը հավաքեին, կարելի էր մակուլատուրա հանձնել, մի հատ ջիպ առնել։ Հսկայական աշխատանքը ի վերջո իրականություն դարձավ։ Վերջին օրերին էլ այս լուսակիրների տեղադրման հարցը իր հսկողության տակ էր վերցրել անմիջապես ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիմիտես հետիոտային անցման համար լուսակիրը գործում է, ամենայն դեպս անկեղծ շնորհակալություն այդ բոլոր պետական կառույցներին, ովքեր վերջապես 35-40 տարի չլուծվող հարցը լուծեցին։
այստեղ նաև քանի անգամ ջան տեսա ընտիր եղավ էլի արդեն կսովորեն։ Էսի շատ բռոկա է։ Էդ էլ ժամանակացույց էսա փոխել են, էսի ժամանակով դրել են գալու են նամ։ Գիտեմ, դե էլ փորձնական էսի դնում են, հետո ասում կարող կան արդեն կամ ավելացնեն, կամ պակասացնեն։ Մասնագետերին էլ դե կարևորը սելը տեղից շարժվեց։ Անպայման։ Քո գլխավորությունը։ Չեխի բնակիչներին հալալա յուղի ժողովրդին։ Ու ամենակարևորը պետք պատկան մարմինները, կառույցներ, որ համագործակցեցին, շահեցին։ Տեղադրվել են նաև ցուցանակները երթևեկության։ Գատի կոճիկները։ Հա։ Տես, ահա։ Սովորեն ոչինչ։ Սովորեն հեսա կամ։ Գլավի որ հանել։ Հա։ Ահ։ Ողջույն, ողջույն։ Դուք լավ ելնեք։ Բալիս, բալիս։